Մենք այսօր խոսելու ենք մի թեմայի մասին, որ ամբողջ ինտերնետը, ամբողջ հեռուստացույցը, YouTube, ամենտեղ տարածված է հետևյալ, մինչև այդ երևի 7 օր առաջ այս բառը ոչ մեկ չգիտեր, բացի երևի հավատացյալներից, Գոգ եւ Մագոգ, բայց հիմա բոլորը խոսում են դրա մասին, բոլորը խոսում են, սա Գոգն է, թե Մագոգն է, սա ով է, թե սա ինչ է, եւ այլն այս կողմ այն կողմ, մի խոսքով, որպեսզի թյուրիմացություն չլինի ոչ մեկի մոտ, որպեսզի դու չլսես սրան, նրան, թե սա ինչ ասեց, այն մեկն ինչ ասեց, այնպես ասեց, գիտեք իմ մոտ կա մի այսպեսի բնավորություն, ես չեմ լսում ոչ մեկին, ես լսում եմ Աստծո խոսքին, ինձ հետաքրքիր է ինչ ասում Աստվածաշունչը, ես 3 օր եմ կորցրել այս պատգամը գրելու համար, 3 օր, գիտես ավելի լավ է քեզ խորհուրդ կտամ, դու ժամանակ կորցնես ուսումնասիրելու Աստծո խոսքը, քան սրա նրա ասածներին հավատաս, կարող է լուրջ մոլորվես, գիտես, կարող է լուրջ մոլորվես, որովհետև վատ ժամանակներ են, շատ վատ ժամանակներ, եւ մի այնպիսի մարգարեություն է կարծես ոտքի կանգնել, որին մարդիկ հազարավոր տարիներ են սպասել եւ դա Եզեկիել մարգարեությունն է։ Հիմա ինչի մասին եմ ես այսօր խոսելու, ես խոսելու եմ Գոգի եւ Մագոգի մասին։ Կա մարդ, որ այս բառը լսեց առաջին անգամ։ Մնացածը լսել եք։ Հալելույա։ Գոգ եւ Մագոգ ինչ է իրանից ներկայացնում, բայց մինչեւ կանցնեմ պատգամի են, որ կարելի ասել բունի մասին, ուզում եմ ասեմ, որ ինչու է այսօր համացանցը ողողված Գոգ եւ Մագոգ պատգամով, ինչու է այսօր համացանցում բոլորը, հավատացյալ է, անհավատ է, հավատում է, չի հավատում, քարոզիչ է, քարոզիչ չէ, նստում է տանը, միացնում է կոմպյուտերը կամ հեռախոսը եւ սկսում է ասել ինչ է իրանից, նայես полный ոնց ասեմ, անհեթեթություն Գիտեք, այն անհեթեթությունը ինչի հետ եմ կապում, որ բաները ասում, որ Աստվածաշունչից այնքան հեռու է դա։ Դրա համար շատ զգուշեղիր ինչ ես լսում, հատկապես վերջին ժամանակներում, համաձայն եք ինձ հետ, որովհետև Հիսուսն ասաց, որ վերջին ժամանակներում լինելու են խիստ մոլորություններ։ Դրա համար ես խորհուրդ եմ տալիս քեզ, ժամեր անցկացնելու ինտերնետի մեջ դրա փոխարեն, այդքան ժամը եթե դու տրամադրես Աստվածաշնչին, դու շատ լուրջ հայտնություններ կստանաս։ Լավ։ Ես այստեղ եմ եկել երրորդյա աշխատանքային եւ երրորդյա փորփրելու ծառայության արդյունքում ինձ համար որպես անհատի, որպես հավատացյալի շատ կարևոր է, արդյոք ամբողջ աշխարհը որ գոռում է, Եզեկիել մարգարեության 38-րդ գլուխն է իրականանում, Եզեկիելի 39-ն է իրականանում, ահա Գոգը, ահա Մագոգը հարձակվել են Իսրայելի վրա, ահա քիչ մնաց եւ էսի վերջի պատերազմն են, ուրեմն հաշվենք Հիսուսը երբ է գալու, արդյոք դա այդպես է։ Արդյոք սա այն ժամանակներն է, որտեղ կարելի է հաշված օրերի մեջ սպասել Հիսուսին։ Կարևոր է իմանալ, այո, բոլորս գիտենք, որ 3 ամերիկան գիշեր մեզ մոտ առավոտ խփեց Իրանի միջուկային 3 բազաները ոչնչացրեց եւ հավատացյալները լացում են։ Ուզում եմ ձեզ հարց տամ, խեք լացում։ Որ Ամերիկան խփել է միջուկային բազաներին ոչնչացրել է, խեք լացում։ Հալելույա։ Պրոստը հալելույա։ Փառք Հիսուսին։ Բա ուզում եք այդ միջուկային բազաները շատանային։ Գիտեք այսօր առավոտյան Միացյալ Նահանգների գլխավոր հրամանատար Դոնալդ Թրամփը գիտեք իրանական խոսացող մարդ չկա հայտարարեց ասեց լավ արեցինք խփեցինք մերձավոր արևելքի խուլիգանին Սազման մենակ ինքը կարող ասի Այսինքն անուն ազգանուն որ երկիրն է խիա խփել լավ արեցինք ասма խփեցինք մերձավոր արևելքի խուլիգանին փառք Աստծուն ասես դրա համար հիմա լավ է արել թե վատ է արել ճիշտ է արել թե ճիշտ չի արել եկեք այսօր սա նայենք լավ Գիտեք մարդիկ անընդհատ ամեն իրադարձություն որ տեղի ունենում ասում են էսի աշխարհի վերջն է ես հիշում եմ որ ես 5-րդ դասարանում էի Ես 5-րդ դասարան էի, լսեցի մի անգամ ասացին 2000 թվականին աշխարհի վերջն է լինելու, ով է հիշում այդպես բան։ Հիմա երբ է, ինչ որ թիվն է հիմա։ 2025-ն է, այո, ու ես այդ ժամանակ լսում էի, որ ծնողներս, մամաս հարևան ընկերուհիներով եւ այլն ասում էին, աշխարհը ապականվելու է, աշխարհը 2000 թվականին պղծվելու է, եւ գիտեք, ես դառնագին մի օր լաց եմ եղել, հաշվել եմ, որ 2000 թվականին ես լինելու եմ 35 տարեկան եւ ես լինելու եմ պղծված։
Եվ ես դա 5-րդ դա հիշում եմ գերմաներենի դասն էի սովորում իմ։ Եվ գիտեք ինչ ձևի հոնքուր լաց եմ եղել, որ ես 2000 թվականին լինի։ Փարտիրոջը 2000 թվականի համար էլ Փարտիրոջը այդ պատմական թվի համար, որովհետև 2000 թվականին ես արդեն մի քանի տարվա հավատացյալ էի եւ ապրում էի իմ կյանքի ամենասուրբ օրերը։ Նա սրբել էր ինձ։ Նա փրկել էր ինձ։ Նա ասատել էր ինձ։ Բայց ինչ եմ ուզում ասեմ, 2000 թիվն եկավ, ասացին աշխարհի վերջն է։ Բոլորը խառնվան եւ խանութներից վերջացավ վերմիշելը։ Աստեղ էլ վերջացավ, աստեղ վերմիշել չկար, թե նա հոտած յուղերը, տարիներով պահված փդած ձեթերը, բոլորը վերացան, որովհետեւ 2000 թիվն է գալու, դա գիտեք ինչից է, դու ճիշտ չես ինֆորմացված։ Ինչ լինում է միանգամից քոսկոն ինչքան չծախած ապրանք ունի, ծախում է այս լուրերի ֆոնի վրա։ Պետք չէ այդ ապրանքը գարաժներում բան, պարկինգներ վերջ որտեղ ինչ հնարավոր է լցնում են, թող լինի, որովհետև աշխարհի վերջն է, միթե աշխարհի վերջն է։ Միթե գոգը եւ իհարկե որ մենք գնում ենք դեպի ավարտին, սա 100%-ով ճշմարտություն է, որովհետև եթե մեկն ասի ամեն ինչ լավ է լինելու, մի նեղվեք, ես ասում եմ շատ վատ է լինելու։ Որովհետև երբեք այլևս այս ժամանակներից հետո դու չես կարող գնալ հարմարավետության։ Հիսուսն ասեց այտենց է լինելու։ Հիսուսն ասեց այտենց է լինելու։ Էլ հարմարավետություն չկա։ 2020 թվականին, երբ որ հարձակվեց երկիր մոլորակի վրա COVID-19, ասացինք աշխարհի վերջն է, որովհետև COVID-19 ամբողջ 4 տարվա ընթացքում 2024 թվականի ապրիլի տեղեկությամբ ստատիստիկան ասում է, որ տարել է աշխարհից 7 միլիոն, նայեք, 7 միլիոն 10,681 կյանք։ Բայց ես ուզում եմ, որ դու իմանաս Իսրայել եւ Իրան ներողություն, Իրան պատերազմի ընթացքում ինչքան մարդ է մահացել։ Բնականաբար Իսրայելում ամենաշատը որ մահացել է այսօրվա դրությամբ մեռել է 24 մարդ։ Իրանում 600։ Դրա անունը Իսրայել է։ Մի խոսքով։ Ես ուզում եմ հասկանամ, բաներան կոչեինք աշխարհի վերջ, թե սրան։ Եթե մարդիկ մեռնում են, հիշում եք, մարդիկ ուղղակի մեռնում էին։ Ուղղակի sense ոնց է թութը ծիրանը հասած թափում մեռնում էին մարդիկ։ Մենք ինչքան ամեն մեկը եւ այտենց ընտանիք չկա, որ հայր, պապիկ, տատիկ, մամա չկորցրեց COVID-ի ուրեմն հետևանքով։ Ասացին, օ, սա աշխարհի վերջն է։ Հիշում եք, փակվեցին անգամ եկեղեցիները, որ այդպիսի բան երբեք չեր եղել, որևէ ժամանակներում չեր եղել։ Եվ մենք հասկացանք, որ օ, սա ես հիշում եմ, որ ես COVID-ի ժամանակ երևի մի քանի կիրակի իրար հետևից պատգամ եմ տվել, որ եկեղեցում գար խաղաղություն, փառք Աստծուն, պանիկա եկեղեցում չզարգացավ, որևէ մեկին այս պանիկայի պատճառով չկորցրեցին, գիտեք, մարդկա մահվան բարակից կարող է մեռնել, մարդկա մահվան լուրից։ Մարդկա տենց է, լուրից, մի խոսքով, բայց ես ուզում եմ, որ դու լաց չլինես։ Ես ուզում եմ, որ դու տեսնես, թե ինչ էլ որ կատարվում է աշխարհում եւ որքանով որ այն դաժան երևույթներ են, ուրախացիր մենակ այն պատճառով, որ դու Աստծո ժողովուրդն ես եւ դա հասարակ բառ չէ։ Լսիր մի հատ, ես ուզում եմ, որ դա քո լսարաններին հասնի։ Մենք Աստծո ժողովուրդն ենք։ Եվ մենք գտնվում ենք Աստծո ճամբարում, բանակում։ Եվ մենք հպարտանալու առիթ ունենք, որ մենք չենք գտնվում դրսի ճամբարում, անհավատների ճամբարում, թշնամու ճամբարում։ Մենք Աստծո ընտիր ժողովուրդն ենք եւ գտնվում ենք Աստծո ճամբարում։ Տուր նրան բարձր ծափահարություն։ Հալելույա։ Սա, գիտեք, ես չեմ սիրում հպարտություն բառը, ես չեմ սիրում հպարտ մարդու, չեմ սիրում հպարտություն բառը, մեկը կասում է ես պապայով եմ հպարտանում, մեկը մամայով, ես հպարտություն բառը օգտագործում եմ այս տարիների մեջ, որ ապաշխարել եմ, ասելով ես հպարտանում եմ իմ Աստծով, որտեղ ես այս տարիների մեջ չեմ գտել հպարտանալու որևէ մի բան, որով հպարտանամ, ես ինքս իմ մեջ կամ որևէ մեկով, ապա գտել եմ, որ ունեմ իրավունք, որտեղ Բիբլիան է տենց ասում։ Եթե մեկը պարծենում է կամ հպարտանում է, թող Աստծով հպարտանա։ Ես հպարտ եմ, որ գտնվում եմ Աստծո ճամբարում։ Ամեն։ Հալելույա, փառք Տիրոջը։ Եվ այսպեսով այսօրվա պատգամի վերնագիրն է Գոգ եւ Մագոգ։ Եվ մենք հիմա միասին նայելու ենք, սրանք մարդիկ են, երկրներ են, սա հոգևոր անուններ են, թե սա ինչ է, քանի մարդ է պատրաստ է լսելու եւ տեսնելու, եք միասին մի բան նայենք։ Մարգարեություն
Ինչը որ հիմա Եսեկել 38-39 անցնելու ենք, խոսքս մարգարեություն եւ ասում եմ, վերաբերվում է ընդամենը Եսեկել 38-39 գլուխներին։ Որ խնդիրը, որ բոլոր աշխարհին հետաքրքրում է, թե Եսեկելի 38-ը եւ 39-ը ինչ է ասում Իսրայել եւ Իրան պատերազմի մասին, եք մի հատ նայենք եւ փորձենք հասկանալ, որտեղ ենք մենք նմանություններ կամ նույն բաները տեսնում։ Ուրեմն, ինչ ժամանակներում է այս մարգարեությունը գրվել է այն ժամանակ, երբ Իսրայելը տարվավ Բաբելոն գերության։ Եվ Եսեկելը, որը գրել է այս մարգարեությունը, ժողովրդի հետ միասին էր գնացել գերության, չէր կարող մնար ինքը Հրեաստանում, ժողովուրդը գնար Բաբելոն։ Եսեկելը բոլորի հետ միասին ակսորվեց գնացին գերության տարվան ուրեմն մի երկիր եւ այնտեղ նա ուրեմն հենց ատեղը որ ստացավ տեսիլքներ ստացավ Տիրոջից խոսք Գոգի եւ Մագոգի մասին ուզում եմ իմանալ երբ եւ որ ժամանակներում է դա գրվել Եսեկելը եւ մնացած հրեա ժողովուրդը ուրեմն 597 թվականին ակսորվեցին Բաբելոն եւ Հովակիմ թագավորներ, որը Հովակիմը չէ, Հովակիմի ուրեմն Հովակիմի հայրն էր։ Եթե դու կարդացել ես Աստվածաշունչը, Հովակիմ թագավորի որդին Հովակիմն է, այո, եւ իսկ Հովակիմի հայրն էր Հովսյաներ, որը շատ լավ թագավոր էր համարվում այդ ժամանակների մեջ եւ բոլոր ազնվականների հետ եւ բոլոր ժողովրդի հետ ակսորվեցին եւ գնացին Բաբելոն եւ այստեղ էլ հենց ինքը ստացավ իր ուրեմն մարգարեությունները եւ տեսիլքները Բաբելոնում մնալը Եսեկելը համարեց Աստծոց պատիժ մեկ պայմանով որ նրանք հեռացել էին Տիրոջից Երբեք մարդու կյանքում չեն տեղի ունենա դեպքեր, եթե չի խախտվել Աստծո խոսքը։ Լսում ես, եթե քո կյանքում դու խախտել ես Աստծո խոսքը, խախտել ես նրա իրավունքները, պարտադիրը տեղ կլինի կարկուտ, պարտադիրը տեղ կլինի վատ բան։ Եվ Եսեկելը իր ընկերներին եւ հրեա ժողովրդին ուզում է ասել, դուք պատահական ընկաք Բաբելոն։ Ես հիշում եմ անցյալ տարի ես երկու ծառայություն եմ նվիրել Բաբելոնի գերության մեջ ընկած ժողովրդի համար Նեմիայի եւ Եզրասի մասին խոսելիս, եթե հիշում եք, կհիշեք, բայց այսօր դրա մասին չեմ ուզում խոսամ։ Բայց ամեն ժամանակներում էլ Աստված այսպեսի մի բան ունի, եթե մարդը խախտում է Աստծո օրենքը, բայց պատժում է, բայց եթե զղջում է, Տերը նրան վերականգնում է։ Այսպես է եղել նաև Իսրայելի հետ եւ այսպես է լինում ցանկացած մեկիս հետ։ Մենք երբ որ խախտում ենք Աստծո օրենքը, պատժվում ենք, թե չէ, բայց եւ զղջում ենք, զգում ենք, որ նա վերականգնել է մեզ, այո։ Բայց այստեղ Եսեկելի մարգարեության 38-րդ գրքում Գոգ եւ Մագոգ անուններն է նշվում, որոնք հարձակվելու են Իսրայելի վրա։ Եվ մենք այսօր տեսնում ենք Իսրայելը մեծ հարձակման տակ է ավերածությունները կարծում եմ քննարկելու կարիք չունեմ, որովհետև ժամանակակից զենքը, որով Իսրայելը հարվածում է եւ Իրանը որ հարվածում է, դա ոչ մեկ չի տեսել, որտեղ սա ժամանակակից զենք է եւ սրա ավերվածությունը մենք չենք կարող թուրու թվանքի ավերվածության հետ համեմատենք։ Պարզ է, բայց Աստված խոսք է տվել Եսեկելի միջոցով, որ թեկուզ Գոգ եւ Մագոգը այստեղ խնդիր է լինելու, պատերազմ է լինելու, եւ ես նորից եմ կրկնում, մենք հիմա մոտենալու ենք, տեսնենք, սրանք մարդիկ են, երկրներ են, լիդերներ են, թե ոգիներ են, թե ինչ են, հիմա հատ առ հատ այսօր դու ուզում եմ որ անպայման բացես քո Աստվածաշունչը, եթե քո ձեռքին կա, եթե ունես դու թուղթ եւ գրիչ վերցնես պատրաստես, որովհետեւ դու ստանալու ես այնքան ինֆորմացիա, որ թեկուզ այս կրակների, թեկուզ այս հրեշավոր պատերազմի մեջ դու այստեղից վստահ եմ շատ օրհնված եւ շատ քեզ ապահով տուն ես վերադառնալու։ Եվ այսպեսով ուզենք թե չուզենք պիտի սկսենք Եսեկել մարգարեությունից, բայց Եսեկել մարգարեությունը կարդալուց առաջ մի բան եմ ուզում ասեմ։ Գիտեք, ես միշտ եկեղեցում մի բան եմ ասել, որ ինձ Աստված է սովորեցրել։ Ասել եմ, երբ քո կյանքում առաջանում են դժվարություններ, լսում եք ինձ, քանի մարդ է լսում սա։ Վերադարձիր ծննդոց գիրք, որովհետև ցանկացած իրադարձություն, որ կկատարվի քո կյանքում էլ աշխարհում էլ, դրա հիմքը ծննդոցում է եղել։
Արդյոք Գոգ եւ Մագոգի մասին ինձ կարող է ծննդոց գիրքը մի բան ասել, ծննդոց գիրքը ինձ կարող է մի բան ասել, երբ ամբողջ աշխարհը կենտրոնացած է միայն Եզեկիել մարգարեի գրվածների վրա։ Ես եթե ծննդոցը չկարդամ, Եզեկիելը ճիշտ չեմ հասկանում։ Դրա համար պիտի կարդանք ծննդոցը, որ հասկանանք էսի։ Բայց հիմա կարդանք Եզեկիելը, որովհետև մենք շատ ենք իրան անդրադառնալու եւ միևնույն ժամանակ գնալու ենք նաեւ ծննդոց գիրք։ Եզեկիել 30 ուրեմն 8-ում 1-ից 3-ում գրված է։ Խնդրում եմ, նայեք, հասարակ պարզ գրված է։ Ուղղակի ինչ ասում աստծո խոսքը, ովական ջունի թողնա լսի։ Լավ, հիմա ուշադիր լսի։ Քեզ, գիտեք, մարդիկ ասում են, բանը, ինչ որ գրված է Եզեկիելում, դա Ռուսաստանին է վերաբերվում։ Ռուսաստանն է խփելու Իսրայելին, այս անելու, մյուսն անելու։ Ես ուղղակի ուզում եմ քեզի քարտեզներով, համար առ համար, տող առ տող պատրաստել եմ, որ դու տենաս եւ այստեղից գեր կերակրված եւ լեցված տուն վերադառնաս։ Ամեն, Փառք Հիսուսին։ Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով. Մարդի որդի, ուշադիր լսի, ասում է երեսը դեպի Գոգն արա, չի գրված այստեղ Գոգի երկիրը, որտեղից են հավատացյալները վերցրել հետևյալ բառը Գոգի եւ Մագոգի երկիրը, հենց առաջի տողից ուզում եմ ասեմ ճիշտ կարդամ։ Գրված է մարդի որդի, ուրեմն մարդի որդին ով որ Եզեկիելն էր, ասում եմ ուրեմն Մագոգի երկրումը Ֆրա ասում է շրջվիր Մագոգի երկրիցը եւ երեսդ պահիր ասում է Գոգի վրա եւ ասելով չի ասում Գոգը երկիրը ասում է ասա Գոգին տենց է գրված երեսդ դեպի Գոգն արա Մագոգի երկրումը ուրեմն Մագոգի երկրում էր դեպի Ռովսի ուրեմն ես այստեղից կարդամ դեպի Ռովսի Մոսոքի Թոբելի իշխանը 3 մարդու անուն է տալիս Գոգ Մագոգ պատերազմը այս անունների վրա է հիմնված։ Մի հատ նայեք Ռովս մարդիկ էսի սարքել են Russian, դա մենք սարքելուց մոմ ենք։ Սարքել են Russian, էսի Russian-ը չի։ Դե Russian Մոսոք եւ Թոբելի իշխանը եւ մարգարեացի նրանց վրա եւ ասի. Այսպես է ասում Տեր Եհովան. Ահա ես քեզ դեմ եմ ով Գոգ, Ռովսի, Մոսոքի, Թոբելի իշխան։ Ես այսպես մի բան հասկացա Գոգը լիդերը Գոգը երկիր չէ, սա ֆիքսի, սրանց իշխանն ես դու ասում ես երկրների իշխանն ես, բա ինչ կապ ունի ստեղ ծննդոցը, գնամ գտնեմ սրանք որտեղ են ես անունի տերերը, սրանք ովքեր են, որովհետև եթե չգտնենք սրանք ովքեր են եղել, չենք կարող հասկանանք այս երկրները հիմա որտեղ են, որովհետև խոսքը գնում է հազարավոր տարիներ առաջ տեղի ունեցած դեպքի մասին, որ Եզեկիելը մարգարեացել է Եվ երկրների անուն է տվել, որ այդ երկրները այդ ժամանակ եղել են։ Նա չի գրել երկրների մասին, որոնք չեն եղել, որոնք նոր են բուսնել։ Չկա տենց բան։ Նա գրել է այն երկրների մասին, անունները, հա? Նայի, Ռովս, Մոսոք, Թոբել, իշխանին գրի, ով մարդի որդի Աստված է ասում այսպես քեզ։ Նշում է, որ դու իշխան ես, ընդամենը այսքանը։ Մեկ նորից Եզեկիելից մի բան նայենք, Եզեկիելի նույն գլխի 11-15-ը, ես խորհուրդ կտամ քեզ, որ գնաս տուն այսօր երեկոյան անպայման 10 րոպե ժամանակ հատկացրու 38 եւ 39-ը ինքդ կարդալու համար նաեւ։ Եվ եկ շարունակենք տեսնենք ինչ է ասում 8-9 շատ օրերից հետո պիտի այցելվես, այսինքն ես եմ այցելելու քեզ, Աստված է ասում, շատ օրերից հետո պիտի այցելվես, տարիների վերջին դու պիտի գաս այն երկիրը, որ սուրից ետ առնված է, դու պիտի հարց տաս որն է այդ երկիրը, որ սուրից առնված է, այդ երկիրն Իսրայելն է, սուրից առնված երկիրը պիտի հետ գաս ասում եմ, պիտի գաս առնված շատ ազգերի ժողովվածի վրա, Իսրայելի սարերի վրա, որոնք մշտնջենական ավերակներ էին, առաջ էին, բայց ազգերի միջից դուր բերվեցան, ովքեր նրանք, ովքեր իսրայելացիները, որ ազգերի միջից դուրս բերվեցան որ թվականին, երբ որ Հիտլերը հոլոկոստը պատրաստեց, հոլոկոստից հետո դուք ասում եք ինչի համար այս ինչ բանը կամ այն ինչ բանը տեղի ունենում մարդկանց հետ, ամեն բան, որ տեղի է ունենում, կլինի հոլոկոստ, կլինի պատերազմ,
անկություն, թե լավ բան, իմացեք այս ամենի ետևում կանգնած է Աստված։ Ամեն։ Եթե հոլոկոստը չլիներ, հրեաները չէին վերադառնա Իսրայել։ Ասма եւ նրանք ազգերի մեջից հավաքվեցան, ավերակների մեջից հետ վերադարձան։ Իսրայելի սարերի վրա, որոնք մշտնջնական ավերակներ էին, բայց ազգերի մեջից դուրս բերվեցան եւ ամենքն էլ ապահով բնակվում է։ Այս ամենը, որ գրել է Եզեկիելը, տեղի է ունեցել 1948 թվականին արդեն։ Եզեկիելի այս հատվածի այս մասն արդեն կատարված է։ Իսրայելը որպես պետություն կա, հետ բերվել է ազգերից փոքրիկ պետություն, սահմանները Հայաստանից ավելի փոքր են, եթե չեմ սխալվում, Իսրայելի ամբողջ սահմանները երկրի շարավիղով 23,000 կիլոմետր է, Հայաստանինը 27։ Պատկերացնում եք, մի փոքր երկիր։ Գիտեք ինչ եմ ուզում ասեմ, մի փոքր երկիր, նկատել եք ամբողջ աշխարհի եւ մարդկության էպիկենտրոնում է, որովհետեւ դրա մեջ միատանուն է օգտագործվում, որ չի կարող էպիկենտրոնում չլինի Աստված, ամեն։ Շատ լավ, գնանք առաջ եւ եթե ունենք էլի մի բան նայելու, եթե չէ, հիմա նայենք մենք Եզեկիել 39։ Գիտեք, եթե ասում եմ, որ քո վրա կգան, նայեք ասում եմ, քո վրա կգան, լավ, սա կարդամ եւ ասեմ, որ մի այսպեսի խայտարակ պատմություն Իսրայելն արդեն ապրել է։ Եվ դու մարդի որդի, հիմա 39-ում ասում, մարգարեացիր Գոգի դեմ եւ ասիր, այսպես է ասում, չի գրված Գոգ երկիրը, ասում է Գոգի դեմ մարգարեացիր եւ ասա այսպես է ասում Եհովան, ահա ես քեզ դեմ եմ ով Գոգ։ Ռովսի, նկատեք նույն անուններն է տալիս։ Ռովսի, Մոսոքի եւ Թոբելի իշխան։ Եվ ես քեզ հետ պիտի դարձնեմ, եւ ես քեզ պիտի տանեմ ու քեզ վրա հանեմ հյուսիսի ծայրերիցը եւ քեզ պիտի բերեմ Իսրայելի սարերի վրա։ Եթե ունենք ստեղ համարը եւ ունենք պիտի 11 լավ Եզեկիել եւ պիտի զարկեմ քո աղեղը ձախ ձեռքիցդ եւ նետդ վայր պիտի գցեմ աջ ձեռքիցդ Իսրայելի սարերի վրա պիտի անգնես դու ինքդ եւ քո գունդերը եւ քեզ հետ եղող ազգերը ուշադրություն դարձրու քեզ հետ ազգեր կան պիտի անգնես ամեն տեսակ թևավոր գիշատիչ թրջնի եւ դաշտի գազանի կերակուր եմ քեզ սարքելու բարդ բան է չէ աստծո այդ գործ ունենալը հաջորդը կարդանք 11-ը լսիչ սա Եվ այն օրը կլինի, որ ես այնտեղ Գոգին տեղ պիտի տամ իբրև գերեզման Իսրայելի մեջ։ Ես Իսրայելում Գոգ եւ Մագոգն եմ այցելել, ասել են սա Գոգը եւ Մագոգն այս տարածությունը, բիբլիական մի տարածություն է, որ ժամանակների ավարտում սա աշխատելու է։ Այս մասին խոսում է Եզեկիելը։ Ցույց տվեցին մի տեղ, որ կոչվում է Արմագեդոնի դաշտավայր։ Ասացին սա մի տեղ է, որտեղ Արմագեդոնը այստեղ է վերջանալու։ Եվ լսեք, ուրեմն Եվ այն օրը կլինի, որ այնտեղ ես Գոգին տեղ պիտի տամ իբրև գերեզման։ Չէ, ասում եք քեզի տեղ եմ տալի, ասում եք գերեզմանդ մոտս եմ սարքելու։ Քեզի ասում եք թաղելու եմ իմ մոտ ասում եք։ Ստեղ ես մեռնելու դու ասում եք։ Անցավորների ձորը, ծորի նշում է տեղը, արևելքի, ուրեմն արևելքումը, եւ նա ուրեմն, եւ նա արգելելու է անցավորներին եւ այնտեղ պիտի թաղեն Գոգին եւ նրա բոլոր։ Տեսեք, չի կարելի երկիրը թաղել, բայց առաջնորդին կարելի է թաղել։ Համաձայն եք, ասում եմ, եւ կթաղեն Գոգին ընդե, եւ նրա բոլոր բազմությունը, եւ կկոչեն Գոգի բազմության ձոր։ Ես ասացի մեզ ցույց են տվել դա, որ սա կոչվում է Գոգի բազմության ձոր։ Քանի մարդ է հիշում, որ Իսրայելը իր կյանքի մեջ ունեցել է իր պատմության մեջ 6 օր, եւ դա կոչել են 6-օրյա պատերազմ։ Քանի մարդ է դրա մասին տեղյակ։ 6-օրյա պատերազմը Իսրայելը ունեցել, 1 երկիր, վրան հարձակվել է 5 երկիր։ 6 օրում հաղթեց Իսրայելը։ Եվ բացի նրանից, որ հաղթեց, այդ բոլոր հարձակվածներից է տերիտորիաներ վեկալով։ Ես ուզում եմ, որ դու հպարտանաս, որ դու Աստծուն ես պատկանում։ Ամեն։ Եգիպտոսը, Հորդանանը, Սիրիան, Իրաքը, Ալժիրը, այդ 6-օրյա պատերազմի մասնակիցն էին, դրանք բոլորը հարձակվել էին Իսրայելի վրա։ Եվ ինչու եմ սա ասում, եթե նայենք ասում եմ ազգերը իրար հետ կհարձակվեն քո վրա, միգուցե ինչ-որ մեկն ասի, սա երևի այդ 6-օրյա պատերազմի մասին է, միգուցե իրականում 6-օրյա պատերազմի մասին է։ Ես չեմ մոռացել, որ պարտադիր որոշել եմ աղոթքով, երբ որ տնից դուրս եկա, ասեմ ձեզի, որ ես մարգարե չեմ, եւ հավակնություն չունեմ լինելու մարգարե, եւ ես չեմ մարգարյանում այսօր, ես պարզապես ձեզ հետ միասին ուսումնասիրում եմ մարգարեության թղթերը, այդքան բան։
Մնացած ինձ վրա պատասխանատվություն երբեք չեմ վերցնի ասելու, որ սա Գոգի եւ Մագոգի պատերազմն է, որովհետեւ կարծում եմ պատգամի վերջում, երբ մենք ամբողջ մարգարեությունները եւ այն համարները, որ հիմա մեջտեղ ենք բերելու ուսումնասիրենք, ես կարծում եմ դու վերջում կանես քո արդեն եզրակացությունը։ Շատ լավ, սա այսպես Եկեք նայենք միտեղ, այսինքն Գոգ եւ Մագոգ բառերը ընդամենը 5 տեղ Աստվածաշնչում։ Դա ծննդոց գիրքն է, դա մնացորդած, առաջին մնացորդած գիրքն է, դա Եզեկիել մարգարեությունն է եւ դա նաեւ ուրեմն հայտնության 4 տեղ երևի Եթե Եզեկիելը 2 գլուխը չհաշվենք, ընդամենը 1 տեղ 2 տեղ Եզեկիելում, ծննդոցում, առաջին մնացորդացում եւ ի զարմանս մեզ բոլորիս, ինչ գործ ունի Գոգի Մագոգի պատերազմի մասին, գրված լինի հայտնության գրքի, ինքն էլ 20-րդ գլխում։ Սա արդեն պիտի քեզ մտածելու առիթ տա, ոնց թե Գոգը եւ Մագոգը հայտնության 20-րդ գլխում։ Սա զարմանալի չի արդյոք։ Գիտեք, Չգիտեմ, քանի մարդու է դժվար սա լսելը, բայց ես մի բան կասեմ, կամ հասկանալը, այս պատգամը կֆիքսես քո մոտ, լավ, կպահես, որովհետև շատ ժամանակներ դու այս պատգամին կանդրադառնաս, լավ, կանդրադառնաս, կնայես այս պատգամին, լավ, դրա կարիքը կզգաս։ Եվ նորից եմ կրկնում, հիմա սրանք ազգեր են ներկայացնում, թե առաջնորդներ են, թե հոգևոր ուժեր են, սա շատ վիճելի է այսօր։ Որոշներն ասում են սրանք հոգևոր ուժեր են, ում մասին գրել է Եզեկիելը, որոշներն ասում են ոչ երկրներ են, որոշներն ասում են ոչ լիդերներ են, բայց պիտի հասկանանք վերջապես ովքեր են, ինչ-ինչեր են, այո, շատ լավ։ Իրականում հին ժամանակներում սրանք եղել են եւ մարդիկ, անուններ մարդկանց, եւ եղել է նաեւ վայրեր։ Հիմա նայենք միասին, սրանք եղել են համ մարդիկ, Գոգ անուն կա, տեսնենք ով է Գոգը, Մագոգ անուն կա, տեսնենք ով է Մագոգը, եւ նաեւ կա երկիր, Մագոգ եւ այլն, մի հատ տեսնենք լավ, ուրեմն համ անուններ են, համ վայրեր են։ Եվ այսօր մեր պատգամը հետեւյալի մասին է, ինչ է սպասել ապագայում։ Մենք դեռ երկրի մեջ ենք։ Եկեղեցին դեռ չի հափշտակվել եւ մենք պետք է իմանանք, հավատացյալ ժողովուրդը պետք է իմանա առանց պանիկա ապրի։ Եթե դու պանիկա ունես, դա խոսում է այն մասին, որ դու չես ճանաչում Աստծուն։ Որքան էլ այս երկիրը նրան խփի, 3 ռազմական բազաները ջարդվել են, ոչնչացել են, 13-ն է ոչնչանան, պիտի նստես հանգիստ քո տեղումդ, իմանալով, որ դու ունես Աստված։ Եվ ինչ կպատահի քեզ հետ, դա նա կորոշի։ Ամեն չփախնես այս երկրից այն երկիր, բա ոնց կլինի, որ Հայաստան գնանք, բա որ հանգարց խփեն, այնտեղ բանը ատոմային բան կլինի, թունավորում կլինի, ատոմը կհելնի։ Ես չգիտեմ, որ այդպես մեծ երևակայություն ունես։ Լավն է, վատը չի։ Լավ երևակայություն ունես Հայաստան, որ գնանք, սենց կլինի, նենց կլինի, եւ այլն էս կոմենկոմ, Իրանի ժողովուրդը արդեն լցվել է Սյունիք, լիքն են, խառնվել են, բայց ես հիշում եմ մեկ պատգամ 2023 թվականի հունվարին, որ ես այստեղից տվեցի։ Գալստյան նշանների ժամանակ ես երբ որ կարդացի Մատթեոս ավետարան 24-րդ գլուխը, ես մի արտահայտություն արեցի, որ Հիսուսն է արել։ Նա ասեց, այս ամենի համար դուք միայն կլսեք։ Դուք լսում եք։ Դուք լսում եք։ Եթե հիմա գնալու ենք ծննդոց գիրք, ինչպես խոստացա, որ Գոգի մասին ենք լսելու, ապա ես ուզում եմ ասեմ, որ ծննդոց գիրքը ոչինչ չի ասում Գոգի մասին, մենակ ասում է, որ սենց տղա է եղել, սենց անունով տղա է եղել, եւ մեկ էլ Մագոգ անունով մեկն է եղել, եւ որպեսզի ջանձրացնեմ ձեզ, եք միասին նայենք ծննդոց 10-րդ գլխից Գտնենք ես Գոգ Մագոգին ես պոպուլյարների հերոսներին եւ սրանք էին ուշադրություն գնացինք ծննդոց գիրք բայց մենք խոսում ենք 2025 թվականում կատարվող դեպքերի մասին խոսում ենք Եզեկիել մարգարեության 38-րդ գլխի մարգարեության մասին եւ մենք չգիտես ինչու մեծ անցում ենք անում հետ վերադառնալու ծննդոց գիրք հասկանալու ովքեր են այս պերսոնաժները եւ սրանք էին Նոյի որդիքը որտկանց ուրեմն Սեմի, Քամի եւ Հաբեթի սերունդը
Սրանք են։ Հիմա ասում ովքեր են։ Եվ ջրհեղեղից հետո նրանց որդիները ծնվեցան։ Առաջինը բերում է Հաբեթին։ Ասում է Հաբեթի որդիներն էին Գոմերը, Մագոգը, Մագոգին գտանք այստեղից։ Ասում է Հաբեթի որդին է ուրեմն Գոմերը, Մագոգը, Մադայը, Յավան, Թոբելը, Մեսեքը եւ Թիրասը։ Խնդրում եմ սահմանադրել էկրանին։ Գիտեք ինչու՞մն է խնդրեմը։ Չեք կարդում։ Ես այս անունների տառերի վրա անգամ աշխատել եմ, որովհետև այս ծննդոցում մի հատ տառ արդեն բռնել եմ, որ սխալ է գրված։ Ապրեք։ Տեսեք, այստեղ Մեսեք բառը Հաբեթի որդիների ուրեմն մեկի անունն է, որը Եզեկիել 38-ում Մոսոք է կոչվում։ Նույն Հաբեթի որդիներն են։ Ուղղակի եթե դու չես գաս, որ այս տառի տարբերությունը թարգմանության սխալ է, ոչ թե Աստվածաշնչի սխալ, այլ թարգմանության սխալն է։ Սա նույն Հաբեթի որդին է, Հաբեթի որդինը Նոյի թոռն է, Մոսոքը այս նույնտեղ հայտնաբերված Մեսեք անունով։ Այս անունները նայի, որովհետև հիմա մի բան եմ ցույց տալու, որ այս բոլոր անունները հայտնվելու են քարտեզի վրա։ Այն քարտեզի, որի ժամանակ է ապրել Եզեկիելը, եւ որ ժամանակներում է Եզեկիելը մարգարեացել այս ժամանակների, այս պատմությունների եւ այս երկրների ոչնչացման վրա։ Մենք այստեղ տեսնում ենք ուրեմն Մեսեք անունը, նայեք, ուզում եմ որ մի հատ էլ ֆիքսեք, ծննդոցի Մեսեք անունը, դա նույն Մոսոք անունն է, որը կարդացինք Եզեկիել 30։ Ես տող արտող բերել եմ, որ միտեղ չշշկրվես, միտեղ չխառնվես ու չմոռանաս, որ մեկը կասի, «Օ, գիտեք, Հաբեթի որդին ծննդոցում այսինչ անունով էր, բայց Եզեկիելում այնինչ անունով էր»։ Իմացեք, սա նույն տղան է, նույն անունով։ Պարզ է։ Իրականում Մագոգը եղել է անձնավորություն, մարդ է եղել, որը ծնվել է ջրհեղեղի, սա լսեք ուշադիր, նայեք, ինչ շիլա շփոթ են սարքել մարդիկ, Մագոգը Հաբեթի որդին է եղել, Նոյի թոռը, որը ծնվել է ջրհեղեղից հետո, պարզ է, ասում է սա է Նոյի որդիների սերունդը ջրհեղեղից հետո, հիմա ինչու բերել կպցնել Գոգը, Մագոգը իրար, երբ որ հիմա կնայենք, թե Գոգը երբ է ծնվել, Գոգը այդպիսի անունով տղա է եղել, ծնվել է Մագոգից 100-ավոր տարիներ հետո։ Հիմա բերել են հավատացյալները կապել են իրար Գոգ եւ Մագոգ։ Այս արտահայտությունը իրար հետ Գոգ եւ Մագոգ կապել են իրար հետ։ Լավ, հիմա եկեք գտնենք, միսին գտնենք։ Ուզում եմ որպեսզի մենք մնացորդած գիրքը նայենք, այո։ Հիմա նայում ենք Իսրայելի 12 ցեղերի Հակոբի որդիների ազգաբանությունը եւ առաջինը ով է եղել Հակոբի որդիներից մեծը Ռուբենը։ Հիմա նայում ենք որ Ռուբենի եւ Իսրայելի Ռուբենը, որը մեծն է եղել, եւ Իսրայելի անդրանիկը Ռուբենի որդիներն են։ Ենովքը, ուշադիր եք բոլորս կարդում, Ռուբենի ուրեմն գիծնա ցույց տալի։ Ռուբենի որդիքը Ենովքը, Փաղուս, Եսրոն եւ Քարմի շարունակում է։ Ինչու ասում Հովելի որդիքը, որտեղ դու գիտեք, որ նրա տղաները ունեին կանայք, հարճեր եւ բոլորից ծնված երեխաների անունն է։ Ռուբենն ունեցել է այսքան երեխա եւ Հովելի որդիքը նրա որդին Սեմայա, նրա որդին Գոգը եւ նրա որդի Սեմեին։ Ես Գոգին այստեղ տեսամ։ Ես ասացի, որ մի քանի գիրք կա Աստվածաշնչում, որտեղ Գոգի եւ Մագոգի մասին է գրված։ Ծննդոց 11-րդ գլխում գրված է Մագոգի մասին եւ 100-ավոր տարիներ անց ջրհեղեղից հետո հանդիպում ենք մի երիտասարդ տղայի անունը Գոգ, որը եղել է ուրեմն Հակոբի սերունդից։ Ինչ կապ ունեն այս երկուսը իրար հետ։ Հետաքրքիր է, չէ՞։ Եթե դրանք 100-ավոր տարիներ տարբերությամբ են իրարից ծնվել, ոնց կարող են սրանք իրար հետ աջակցել կամ գործել եւ այլն։ Եկեք նայենք ինչ է նշանակում Գոգ։ Եբրայերենում Գոգ անունը նշանակում է տանիք կամ գագաթ։ Հանկարծ հասարակ բան չհամարես այս թարգմանությունը, այս անունը։ Նա կարող լիներ հարթավայր, կարող լիներ դաշտավայր, նրա անունն է գագաթ։ Նրա անունն է կրիշ, տանիք։ Գոգի անունը։ Եվ մենք ուզում ենք ձեզ հիշեցնենք, ես ուզում եմ ձեզ հիշեցնեմ, որ ոնց որ խոսեցինք, որ Գոգը լիդեր է մի քանի երկրների։ Մի հատ նայեք անունը Գագաթ։
Բայց Մագոգի անվան ծագումը անհայտ է։ Ես որքան փորձեցի հասկանալ Մագոգ ինչ է նշանակում, չգտա սրա թարգմանությունը, բայց սա այս պահին այսօր մեզ համար այդքան էական չէ։ Ինձ համար ավելի էական էր Գոգ ինչ է նշանակում, որովհետև ամեն բանի գլխավորը լիդերն է։ Այո, լիդերը։ Շատ լավ, գնանք առաջ, եք մի բան միասին նայենք։ Գոգ ու Մագոգը ծնվել են որպես մարդիկ, նոր ասացի, հարյուրավոր տարիների տարբերությամբ, սրանք եւ իրական մարդիկ են եղել, տեսակ, տղաներ են եղել, բայց նաեւ սրանց անունով կան նաեւ վայրեր։ Հիմա մոտենում ենք վայրերին, այս է կարևոր, եթե Գոգ եւ Մագոգ պատերազմն է ամբողջ ինտերնետը թափահարում, գոռում, ճվում եւ հավատացյալներն էլ մտել են դրա մեջ, սա, այնա եւ այլ, ես իրականում մեծ ցավ եմ ապրում։ Ես իրականում մեծ ցավ եմ ապրում, երբ մի իրադարձությունը տեղի ունենում, ինձ պետք է դիմել Աստվածաշնչին։ Ես քեզ խորհուրդ եմ տալի, ինչ էլ որ կլինի այս օրերից հետո, բաց քո Աստվածաշունչը, բաց տող առ տող ուսումնասիրիր։ Գիտեք, երբ որ ես գրում էի, ես մի պահ վեր եմ կացել եւ գրվածս հերվից եմ կարդացել։ Եվ ասում եմ, նա ինչ է գրված, նայի գրված է, ով մարդի որդի, այսպես է ասում քեզ Եհովա Աստված, վեր կաց Մագոգի երկրից շրջվիր եւ երեսը դարձրու Գոգին, ուրեմն Մագոգի երկիրը, դա մի բան է, մի քիչ առաջ էլ ասացի, Գոգը ինչ որ մի առաջնորդը, որին Աստված ասում է Եզեկիել, դրան նայի, դրա վրա խոսի, այսինքն տող առ տող, համար առ համար ուսումնասիրել եմ, որպեսզի կարողանանք հասկանանք ինչ էր սպասել վաղվա օրից ինչ էր սպասել, եթե սա այն է ինչի մասին գրված է, բայց սրանից հետո ինչ սպասենք։ Դրա համար ես ուզում եմ, որ դու լսես։ Լավ։ Ուրեմն ինչպես վայրեր են եղել, այնպես էլ մարդիկ։ Եք մի քանի բան էլ նայենք։ Գոգը եւ Մագոգը Եզեկիել 38-ում։ Մի հատ արդեն կարդացինք, նորից կանդրադառնանք։ Հաջորդ մեկն եմ ուզում, որ մենք տեսնենք Եզեկիել 30, խնդրում եմ անպայման ֆիքսի սրանք։ Քեզ հետո դրանք պետք են գալու։ Գիտես, եթե դու այսօր եկեղեցի ես եկել, ես քեզ խորհուրդ կտամ, աչքերդ այստեղից չիջացնես ներքև։ Սա կարևոր պահ է։ Սա ամառվա մի հատ ամիս է, որը մոտենում է ավարտին, բայց աշխարհում այս ամսվա մեջ եւ այսօրը գլոբալ պատմություն է տեղի ունեցել։ Գլոբալ պատմություն։ Եվ եթե թեկուզ դու հանգիստ նստած ես այսօր այստեղ եւ լսում ես այս պատգամը, էլի է բան տեղի ունենում։ Գիտես, էլի է բան տեղի ունենում։ Եզեկիել 38 եւ 39 գլուխներում ներկայացված է Գոգի գլխավորած զանգվածային ներխուժման մարգարեության տեսիլքը ըստ Եզեկիելի կողմից, որին ուղեկցվում է Մագոգ, Պարսկաստան, Քուշ, Փութ, Գոմեր, Բեթ Թոգարման եւ այդ թվում ազգերի կոալիցիա։ Ուզում եմ ուշադրություն դարձնել այս բառի վրա, ազգերի կոալիցիա։ Կա այսօր այդպիսի արտահայտություն, ազգերի կոալիցիա։ Շատ լավ։ Շատ լավ։ Եք մի բան էլ նայենք։ Այս եմ ուզում նայենք։ Ամբողջ րոպեները սպասել եմ այս պահին։ Անուններ, որոնք գրված են այստեղ։ Մենք մի քիչ առաջ կարդացինք այս անունների մասին։ Հաբեթի անունն է գրված մեծատառով։ Սա Հաբեթի դեղինների մեջ վերցրած օղակների մեջ բոլորը Հաբեթի որդիներն են։ Հիմա անգլերենից հայերեն թարգմանեմ, հայերենից անգլերեն դրա կարիքը չկա, մենք նոր կարդացինք, ովքեր են, հա, կարդացինք Հաբեթի սերունդը, այո, կարդացինք այնտեղ տեսանք այդ անունները, տեսեք այստեղ մի հատ Մեշեղ կա, այստեղ Մագոգ կա, հա, այստեղ Թուբալ կա եւ այլն կա, այս Թուբալը վեկալենի սարքել են ռուսական մի հատ քաղաք։ Այդ ռուսական քաղաքից է հարձակվելու Իսրայելի վրա։ Այդ քաղաքի մտենալու ես որ թվականին է ստեղծվել։ Գիտեք, տրամաբանությունը եւ հասարակ պարզ տրամաբանությունը նրա մեջ է, որ երկրներն են եղել Եզեկիելի ժամանակ, խոսքը դրանց մասին է։ Բայց որտեղ սրանք հետո հայտնվեցան, դուք ունեցել եք ծովից ծով Հայաստան, դա մեր պատմությունն է, բայց դուք հիմա ինչ ունեք։ Բայց այդ երկիրը մնացել է ինչ-որ մի տեղ։ Քարտեզի վրա հիմա նամը ուրիշ տեղ է նկարված, բայց այդ երկիրը որպես հող մնացել է։ Եվ այդ երկիրը այդ ժամանակին եղել է պատմական ժամանակների մեջ այդ անունը։ Դուք այստեղ հիմա տեսնելու եք Հայաստանին, բայց նա այլևս Հայաստան չէ։ Դուք գիտեք, որ մենք Հաբեթի սերունդն ենք։
Քանի մարդ գիտեր, որ ինքը Հաբեթի սերունդն է։ Բոլորդ գիտեք, Հաբեթի սերունդն ենք մենք։ Ջրհեղեղից հետո պիտի մեկի սերունդը լինենք մենք հայերս կարանք ասենք, չէ, մենք թազարու ենք գցեմ։ Դա մենք այտենց ենք, չէ։ Մենք ոչ մեկի չենք առաջացել, մեզնից են առաջացել։ Գիտեք, մի քանի հատ հապարթայ կարան վեր կանան ասեն, ցիվիլիզացիան Հայաստանից է սկսել։ Մենք պարտադիր պիտի մեզի մեջ գցենք։ Ցիվիլիզացիան Հայաստանից է, հա՞, Արարատ լեռան վրայից բան, բայց մենք ոչ մեկի հետ կապ չունենք, մենք թազարու ենք։ Ես ուզում եմ ասեմ, որ մենք Հաբեթի ճյուղից ենք։ Սա շատ կարևոր բան է, բայց դու պիտի հասկանաս, որ Հաբեթի ճյուղից եմ, ես որտեղ եմ, հիմա տենալու ես մեզի, եթե արդեն չտեսար։ Քանի մարդ է արանքում մի հատ բառ տեսնում, Հաբեթ բառի վերևում, թոգարման։ Սա թորգոմի տունն է։ Պատմական երկիր է Հայաստանը։ Պատմական երկիր է։ Ադրբեջանում գտել էին մի հատ դույլ, վեդրո։ Եվ Ադրբեջանն ասում է, դուք մեզի ասում եք Կոկա-կոլայից երիտասարդ եք դուք, որպես ազգ։ Կոկա-կոլան ավելի հին է, քան թե դուք։ Իրականում ճիշտ է, Կոկա-կոլան ավելի հին է, քան իրանք։ Ասում է, բայց մենք վեդրո ենք գտել 5-րդ դարի։ Հələ մեզ էլ ասում եք Կոկա-կոլայից դուք երիտասարդ եք։ Բա մենք իրան ինչ ասենք, բայց թորգոմի տունը ում տունն է, էսի Կոկա-կոլայից էլ ձեր գտած վեդրոից էլ հինո։ Եվ սա մենք ենք։ Բայց մի հատ պիտի հիմա մի հասարակ մի հատ բանա ինձ հետաքրքրում, այս սաղ իրար հետ որտեղ են գտնվում։ Սա է կարևորը։ Ես Մագոգի երկիր տեսա։ Եթե Մագոգն առաջ անուն էր, ես հիմա նրան երկիր եմ տեսնում, բայց ոչ մի տեղ Գոգը որպես երկիր չեմ կարող գտնեմ, որովհետև չկա տենց բան։ Ես նայում եմ, որ Գոմեր բառը չի կարելի ասել Գոգ։ Գոգի անունը պարզ գրված էր Գոգ, այնտեղ որտեղ մենք կարդացինք։ Պարզ է։ Դրա համար սարքել, ծռել, մռել չի կարելի։ Կարդա այնպես ինչպես գրված է, այո։ Եվ այսպեսով Հաբեթի որդիներն ենք տեսնում ենք մենք քարտեզը, եւ Գոմերը, Թոգարմանը, Քուշը եւ այլն տեսնում եք, բոլորին մենք տեսանք, Մագոգը մի խոսքով բոլորը կարդացինք, ասացինք ազգերի կոալիցիա եւ հիմա ուրեմն նայում ենք Ջաֆետին տեսանք, Ջաֆետ, լավ, անունը ճիշտ ասացի, հա։ Ջաֆետին տեսանք, ուրեմն եւ այս բոլոր երկրները նրա որդիների անուններով է եղել։ Հիմա այս երկրի մեջից խոսք է եղել, Մագոգի երկրից խոսք է դուրս եկել Գոգի դեմ եւ ասում է, քեզ հետ եմ, նայ շատ բաներն է դեղինով վերցրած, բայց մի քանիսի անունն է տալի, ասում է, ես Մեսեքին եմ դեմ, Թուբալին եմ դեմ, դու դրանց իշխանն ես, Մագոգի, Թուբալի, Մեսեխի իշխան։ Նկատում եք, էլի բաներով է կալած, իր երեխաներն են, բայց ես երեքի անունն է տալիս, սա պատահական չէ, սա այսօր քարտեզում ուրիշ տեղ է գրավում, երկիրը որ կա, ինքը կա, հիմա որ երկիրն է, սա էլ եք տեսնելու։ Դրա համար պետք է հասկանանք, որ ինչ է ասում Աստվածաշունչը այն ժամանակ, երբ այս խոսքը ասվել է, սա է կարևոր։ Ուզում եմ մի բան տեսնենք։ Գիտեք ինչ եմ ես քարտեզը բերել։ Նկատեք Իսրայելի վրա հարձակումը այսօր ժամանակակից, ուրեմն մեր ժամանակակից աշխարհում ցույց են տալի հարձակումը, դե իհարկե Թբիլիսի բան Երևանի վրով ասլակը գնում, բայց տանում է դեպի ուրեմն Ռուսաստան։ Ասում են, որ Գոգը եւ Մագոգը դա Իրանն եւ Ռուսաստանն է։ Ես չեմ կարող այս բեմից, գիտեք, մեզ շատ մարդիկ են նայում մեդիա դաշտից, YouTube-ով եւ այլն, ես չեմ ուզում, որ որևէ մեկը նայի եւ ասի, ինչ է խոսում այս կինը, ինչ է Իրանից հնարում։ Ես ուղղակի ուզում եմ ասեմ, այս մարտը, մենամարտը աշխարհը այսպես է ցույց տալիս։ Ես մի փոքր համաձայն չեմ, որովհետեւ Աստվածաշունչը այսպես ցույց չի տալիս։ Նայեք որտեղից է գալի Իսրայելի վրայից հարձակումը, բայց Աստվածաշունչը այսպես չի ասում։ Ես ուզում եմ, որ բոլորդ հիշեք, որ երկու եղբայր կան, որ մինչև այսօր իրար հետ կռվում են, ու այդ երկու եղբայրը մինչև վերջը կռվելու են, դա Հակոբն ու Եսավն են։ Այս կռիվը, Հակոբն ու Եսավը, այո։ Ինչ կարող ենք էլի նայել, ես այստեղ տեսնում եմ խոսք Մագոգի երկրից, որ ասացինք Թոբալի իշխանին,
ուրեմն այդ թոբալ որ կարդացինք, թոբալ որոնց գրված էր, դա ուրեմն Թորգոմի տունն է։ Հայաստանի երկիրը առաջ անվանվել է Թորգոմի տուն։ Թորգոմը Հաբեթի որդին է։ Թորգոմի տուն այդպես է անվանվել։ Հայոց երկրի անվանումը այդպես է եղել։ Բայց այդ քարտեզի մեջ մի հատ ուզում եմ շրջենք մի բան էլ նայենք, եթե չեմ սխալվում, քարտեզը նայենք, քարտեզը նայենք, կամ մարդ որ նկատում է Անատոլիա բառը։ Նկատում եք Անատոլիա բառը։ Բայց այս Անատոլիան ինչն է։ Միթե դա Թուրքիան է։ Ոչ։ Անատոլիան դա կղզի է եղել, փոքրիկ կղզի է եղել, փոքրիկ դա Անատոլիան դա հայկական երկիր է եղել։ Այսօր թուրքերը նրան անվանում են Անադոլի։ Բայց Անատոլիան պատմություններ, ֆիլմը վերջերս դուրս եկա, գլխավոր հերոսը իմ եղբայրն էր, Սերժ Ավետիքյանը, նկարահանվում էր Անատոլիան պատմությունները։ Ինչ եմ ուզում ասեմ, որ Անատոլիան ըստ Աստվածաշնչի Փոքր Ասիայի մի հատ փոքրիկ թերակղզի է եղել արևմտյան մասում, եւ այս ամենի մեջ միասին մենք ուրեմն նայում ենք, որ Թորգոմ, Անատոլիա, Թորգոմի տուն եւ ուրեմն Անատոլիան երկրներ, Անատոլիան քաղաքներ այդպես են ասում եւ դա Ասիայի թերակղզու մի մաս է, արևմտյան մասը, որը եղել է Հայաստանինը։ Եվ այս բոլոր զարգացումները այսօր էլ մինչև աշխարհի վերջ տեղի են ունենալու ոչ թե Միացյալ Նահանգներում, ոչ թե Եվրոպայում, տեղի չի ունենալու այն Ռուսաստանում, թեկուզ մենք արդեն քանի տարի է տեսնում ենք Ուկրաինա եւ Ռուսաստան պատերազմը, բոլոր պատմությունները սկսվել են Մերձավոր Արևելքից, ավարտվելու են Մերձավոր Արևելքում։ Պարզ է, սա որպես նշան վերցրու քեզ համար։ Հիմա մի բան եմ ուզում, որ մենք նայենք, եկ մի բան նայենք։ Ահա Թեկուզ ես հիմա խոսեցի այդ մասին, բայց ուզում եմ, որ դու անպայման դա նկարես։ Խոսք Մագոգի երկրից Գոգի դեմ, Մեսեքի եւ Թուբայի իշխանի, որոնք Կովկասյան ժողովուրդն են այսօր։ Կովկասյան ժողովուրդ Աստվածաշնչում լսել ես դες բան։ Կովկասի ժողովուրդ դες բառ լսել ես, չկա դες բան, բայց այսօրվա Կովկասյան ժողովուրդն են իրանք, ուրեմն Հաբեթի սերունդի դեմ է խոսքը, Գոգը կշրջվի եւ դուրս կբերվի, ինչ տեղի է ունենալու, Գոգ եւ Մագոգ պատերազմում ինչպես է լինելու, ինչպես է Աստվածաշունչը Եզեկիել 38-39-ում քաղվածք է անում եւ ասում է ինչ է լինելու, ասում է Գոգը կշրջվի եւ դուրս կբերվի իր զորքերի հետ միասին, ուրեմն Պարսկաստանը, Քուշը, Փութը, Գոմերը, Բեյթ Թոգարմանը, ես ընդդեմ գրել եմ, տեսեք, Հայաստան, Թոգարման Հաբեթի սերունդներից է եւ ենթադրվում է, որ ներկայացնում է Անատոլիայում բնակվող որոշ ժողովուրդների, որը Անադոլի կոչվում է այսօր Թուրքիայում, Թորգոմի մասին հատուկ գրված է, որ այսպես է լինելու պատերազմի ժամանակ Թորգոմի հետ, Եզեկիել 27:14-ում, որը միանալու է, Թորգոմը միանալու է ուրեմն Գոգին։ Ինքը միգուցե այսօր պատմություն չէ կամ պատգամ չէ մեր ժողովրդության մասին, հավատքի մասին, աղոթքի մասին, այսօրվա պատգամը մի փոքր այլ բնույթ կրող պատգամ է, որի մասին մենք նման դեպքերի, բուռն դեպքերի զարգացման մասին թույլ ենք տալի եկեղեցուց խոսալ մեկ կարևոր պատճառով, որպեսզի մարդկանց մոտ չզարգանա մոլորություն։ Պարզ է, որպեսզի մենք բոլորս այստեղ եկած այդ ժամին բոլորիս ուշադրությունը կենտրոնանա Աստվածաշնչի վրա։ Պարզ է, սրանից կարող ենք առաջ գնալ, հաջորդ բանը եկ նայենք։ Ուրեմն, եկ սա նայենք։ Սա տեղի կունենա վերջին ժամանակներում, վերջին տարիներում, երբ Իսրայելը վերադառնա ազգերից։ Մենք նշեցինք, որ արդեն վերադարձել է 1948 թվականին պետականորեն Իսրայելը ստացավ իր պետականությունը, այո, եւ վերականգնվեց բոլոր պատերազմներից հետո, ազգերից հավաքվեց եւ դառավ պետություն, արդեն մենք բոլորս դա գիտենք։ Իսրայելի երկրում ասում է ինչ է տեղի ունենալու։ Ես նորից եմ բերում Եզեկիել 38-39-ի ուզում եմ ճիշտ բառը ասել ձեզի, ուզում ասի ինչ է տեղի ունենալու այդ օրերին,
Ինչ է Եզեկիելը մեզի գլխի գցում, ինչպեսի նշաններ տեսնել, որ հասկանալ, որ սա է Գոգի եւ Մագոգի պատերազմը։ Ասում է Իսրայելի երկրում մեծ երկրաշարժ լինելու։ Հələ այդ երկրաշարժը չի եղել։ Այդպես երկրաշարժը չի եղել։ Յուրաքանչյուր մարդու սուրը կլինի իր եղբոր դեմ։ Տեսեք ինչ ժամանակներ է լինելու։ Ջրհեղեղներ, կարկուտ, կրակ, ծծում կթափվի զորքերի վրա։ Ես ուզում եմ որ դու ուշադրություն դարձնես, որ ոչ մի բառ այստեղ պատահական չի բարձրացել։ Այս ծծում եւ կրակ բառը, որը գրել է Եզեկիելը, այո ինքն է գրել։ Այս նույն բառը հանդիպելու ես մեկ ուրիշ տեղ Աստվածաշնչում, որ զարմանալու ես։ Գրել են տարբեր մարդիկ։ Հովհաննեսն ինչ գործ ուներ Եզեկիելի հետ։ Հովհաննեսը որտեղ, Եզեկիելը որտեղ, բայց Հովհաննեսն ու Եզեկիելը գրել են նույն բաները։ Գրել են նույն բաները, կթափվի զորքերի վրա, Աստված կհայտնվի շատ ազգերի աչքերում, ամեն փառք Տիրոջը։ Մոտանանք նրան, թե որտեղ է գտնվում Գոգ կամ Մագոգ երկիրը, եթե պարզեցինք, որ Գոգը լիդերն է Մագոգի, ապա եկեք հասկանանք, մեզ հիմա պետք է իմանալ, այս Մագոգը որտեղ է եղել, որի մասին խոսել է Եզեկիելը, եք նայենք մի քանի բան, որտեղ է գտնվում այսօր Գոգը եւ Մագոգ երկիրը մարգարեությունների համաձայն, քեզ հետաքրքիր է, որտեղ է գտնվում։ Ես հիշում եմ, որ ժամանակներ առաջ դա անցյալ թե նախանցյալ տարի էր, ինձ ով լավ է հիշում, երբեմն տղեկը հիշացնի, ես խոսեցի հայտնության 7 եկեղեցիների մասին, Սարդիս, Եփեսոս եւ այլն, հիշում եք, Լավոդիկե, հիշում եք այդ պատգամը հայտնության 7 եկեղեցիների մասին։ Ես բոլոր եկեղեցիների մասին հատարած խոսեցի եւ ամեն մի եկեղեցին որտեղ որ գտնվել է, բոլոր այդ եկեղեցիների քարտեզը ցույց տվեցի եւ բացի նրանից որ կա քարտեզ, այդ եկեղեցիների ավերված մասունքները այսօր կան եւ մարդիկ զբոսաշրջիկները այսօր գնում են հազարավոր դոլարներ են մարդիկ ծախսում եւ գնում են տեսնելու հայտնության 7 եկեղեցիների մնացորդները, որտեղ բոլորը նույն տարածության մեջ են։ Եթե չեմ սխալվում, ես մի քիչ առաջ ասեցի, դեպքերը այն գլխից եւ մինչեւ վերջ զարգանալու են որտեղ Մերձավոր Արևելքում։ Այդ 7 եկեղեցիները չեն եղել Ճապոնիայում։ Մեկը չի եղել Չինաստանում, մյուսը չի եղել Հնդկաստանում, բոլոր 7 եկեղեցիները եղել են միտեղ։ Դրանց մեջ է եղել նաև Սարդիս եկեղեցին, որտեղ պատմաբաններն ասում են, թե Սարդիս եկեղեցին եւ եկեղեցին, որը դրված է եղել, հիմնված է եղել մի քաղաքում, որտեղ մի աստվածուհու էին պաշտում, մենք դրա մասին ենք խոսել, Արտեմիս։ Հիշում եք, Արտեմիս աստվածուհուն էին պաշտում, դա Սարդիս եկեղեցու ուրեմն քաղաքն էր, այդտեղ էր, որտեղ այդ եկեղեցին հիմնված էր, բայց ուզում եմ հասկանամ, Սարդիսը ինչ կապ ունի Գոգ ու Մագոգի հետ։ Սարդիսը գտնվում էր Մագոգում։ Սարդիսը գտնվում էր Մագոգում։ Հիմա մենք մի հատ ենք քարտեզ նայելու, որպեսզի հասկանանք, ստեղ նայեք։ Սարդիս եւ մյուս եկեղեցիներ բոլորը իրար հետ գտնվում են այսօրվա ժամանակակից Թուրքիայում։ Մագոգի երկիրը ըստ Աստվածաշնչի սա է։ Բարձր։ Ես չէի զարմանա, եթե ուրիշ է։ Ես կզարմանայի, որ ուրիշ լիներ, որովհետև ով է քրիստոնյային դեմ, ով է Աստծուն դեմ, ով է Աստծո որդու դեմ, Իսլամը։ Եվ այսպեսով, Սարդիս եկեղեցին գտնվում էր Մագոգի երկրում, եւ վերջապես եկանք մենք հասանք այնտեղ, որ հասկացանք, որ մնացած բոլոր այս եկեղեցիները Եփեսոս եւ Լավոդիկե, Ֆիլադելֆիա եւ այլն բոլորը եղել։ Եկեք մատ Ֆիլադելֆիա քաղաք ունեք։ Չմտածեք հանգարց Ֆիլադելֆիան ընդեղից է եղել։ Այդպես բան չկա, Ֆիլադելֆիան եղել է Մերձավոր Արևելքում այսօրվա։ Այդ բոլոր այս եկեղեցիները, որ նշված են, որոնք այլևս չկան, 2000 տարի այս եկեղեցիները չկան, բայց այս եկեղեցիների մնացորդները, կտորներ, սյուներ, զոհաբերության սեղաններ, տարածք, որտեղ պաշտամունք ա եղել, բոլորը որպես տեսարժան վայրերի համար, զբոսաշրջիկների համար պահված է այսօրվա կենտրոնական Թուրքիայում։ Պարզ է։ Գնանք առաջ։ Մեկ քարտեզել կարող եք նայեք այսական ուրեմն երկրների այսական ուրեմն տարածքում է եղել։ Տեսեք Եփեսոսը, Զմուրնյան, Պերգամոնը, Սարդիսը, Ֆիլադելֆիան, Լավոդիկեն։ Տեսնում եք որտեղ է գտնվել։
Տեսնում եք, ես ուղղակի ուզում եմ, որ դուք իմանաք, որ որպեսզի չշփոթվեք, տակի ծովի հետ ուշադրություն դարձրեք։ Այդ ծովի տակը ով է։ Ով ծովի տակը։ Հալելույա։ Մի խոսքով, եք միասին մի բան նայենք։ Եք միասին մի բան նայենք։ Ամեն բան պարզ է։ Ամեն բան պարզ է։ Կապ չունի, որ քո տարածքը ուրիշ հարևանը տավեկալ է, բայց իրականում այնքանն է եղել։ Ուղղակի միգուցե դու պահի տակ թույլ ես եղել, չես կարողացել պատերազմել քո հողի համար եւ քո հողը քեզանից վերցրել են, բայց ուզում եմ ասել, որ իմանանք ինձ համար չափից դուրս օրհնյալ ուրախալի բան է, որ մենք բիբլիական ժողովուրդ ենք, աստվածաշնչյան երկիր ենք։ Մագոգը սա է։ Բայց այսօր մարդիկ ասում են, որ Իրանը, որը հարձակվել է Իսրայելի վրա, դա է Մագոգը։ Եվ սպասում ենք հաջորդ մեկին, որ հարձակվի Գոգը, դա Ռուսաստանն է։ Զգուշություն արա, ինչ ես լսում եւ ինչին ես հավատում, լավ։ Ես քայլ առ քայլ գնում եմ, որ մենք միտեղ հասնենք, լավ։ Մեկ ուրիշ բան եմ ուզում տեսնեմ։ Այն անունի վրա, նայեք, նորից եմ բերում։ Հաբեթի որդիներն են Գոմերը, Մագոգը, Մադայը, Yavան, Թոբելը, Մեսեքը, Թիրասը։ Շատ լավ։ Ուրեմն այս Թոբելը, ես ուղղակի մտածում եմ, ինչ երևակայության տեր մարդիկ կան, էլի, վերցրել են Թոբելը եւ ասել են, սա Ռուսաստանի մի հատ քաղաք է։ Եկեք նայենք այդ Ռուսաստանի այդ քաղաքին։ Լավ, սա նայենք հետո նայեք այդ քաղաքին, այդ քաղաքը երբ է ստեղծվել։ Մագոգը դա Ռուսաստանը չէ։ Մեսեքը դա Մոսկվան չէ։ Թոբելը այսօրվա Տոպոլսկ Սիբիրյան քաղաքը չէ, որը ունի ընդամենը 100,000 բնակիչ եւ որը հիմնվել է 1587 թվականին։ Այս բոլոր քաղաքները գտնվում են, այս բոլոր քաղաքները, որ նշեցինք Հաբեթի որդիների, գտնվում են այսօրվա ժամանակակից Թուրքիայում։ Պարզ է։ Գնանք առաջ։ Էս է Տոպոլսկը։ Ինչ են ուզում ես։ Ձունա եք է սիրուն։ 100,000 մարդ կա մեջը։ Որ սաս թափավ ուզենա սաղի տունը մի օրում կայցելես։ Սաս մե պուչուր տեղը, ասում է ես է հարցակվել, և բոլորի ինտերնետում գրում են, այո, եղբայրս տեր օրտնի ձեզ այդ հայտնությունների համար, եղբայրն է մի հատ լևի հայտնություն ստացել, նրանք է տակը գրում են, ամեն մի ասացի տակը ամեն մի գրի, սրա համար էլ ենք պատասխանելու, սակարավնասի քեզի, այս քաղաքը Հաբեթի որդու անունով վերցրեցին, սարքեցին ուրեմն Տոբոլսկ քաղաքը, սարքեցին Հաբեթի տղու անուն, ախր Հաբեթի տղեն որդ է, ռուսը որդ է, մի հատ մի սնայինք, Տոբոլսկ, հիմնված է 1587 թվականին, մենք խոսում ենք Քրիստոսի ծնունդից առաջ, մեր թվարկությունից առաջ, 500 թվականներին, երբ Եզեկիելը մարգարեոց։ Կարալ էր իտենց բանել, աստորեն կարալ։ Մի խոսքով, շատ լավ, գնանք առաջ։ Այս ամենը պարզ է, եկեք մի տեղ կարդանք։ Եզեկիել մարգարեության մեջ, ուշադիր, տեսնում ենք հիմա մի փոքր ավելի մոտեցանք, լավ։ Ուրեմն, մարդի որդի երեսը դեպի Գոգնարա, նորից եմ կարդում, Մագոգի երկրում դեպի Ռովսի, Մոսոխի, Թոբելի իշխանին, մարգարեացի նրա վրա եւ ասիր, այսպես է ասում Տեր Եհովան, ես քեզ դեմ եմ ով Գոգ, Ռովսի, Մոսոխի եւ Թոբելի իշխան։ Ոնց վերցնեմ, նայ, տեսնում եմ իրանք որտեղ են։ Ոնց վերցնեմ, որ տեսեք, քարտեզը ինչա ցույց տալի։ Ես հատուկ սա եմ բերել, որ հենց սրա վրա մարդիկ մոլորվել են։ Տեսեք որտեղից է գալի Գոգը եւ Մագոգը Ռուսաստանից։ Բայց ես բերեցի իրանք որտեղ են։ Այդ երկրները որտեղ են եղել։ Ես հատուկ եմ բերել, որ դուք տեսնեք։ Նայեք, Կասպից ծովից եւ Սև ծովից բարձր է ցույց տալի։ Այսինքն դա Ռուսաստանն է, որտեղ մարդիկ գնացին եկան, Հաբեթի որդուն սարքեցին ռուս։ Տոբոլսկ ասացին եւ ասացին այդտեղից է հարձակումը լինելու։ Տեսեք, ես ուզում եմ տեսնեք, որտեղ է եղել շեղումները։ Այդ երկրները մերձավոր արևելքին են։ Մերձավոր արևելքին են պատկանում։ Ուրեմն հաջորդ նկարը նայենք 39 Եզեկիելի, այո, 38 լավ։ Եվ կգաս քո սերնդի, ուրեմն կգաս քո տեղերից, հյուսիսի ծայրերից եւ դու ինքդ եւ շատ ժողովուրդներ քեզ հետ, ամենքը ձիեր հեծած, մեծ բազմությունով ու շատ զորքերով։ Նայենք հաջորդը։ Եվ դու
Այս համարները չեն եւ դու վեր կգաս իմ Իսրայել ժողովրդի վրա ասում դու հարձակվելու ես Իսրայելի վրա ասում այդ այ հարձակվելու ես Իսրայելի վրա իբրև ամփ երկիրը ծածկվելու է ասում են ռակետները որ գցել են նկատել եք Իսրայելը ծածկվել է տեսել եք ինչպես ռակետներ են գցել Իրանը գցել է կամ նայա գցել ամբողջ քաղաքը ամբողջ Թել Ավիվ եւ այլն մերձակայքը ամբողջ ամպերով ծածկված է ասում է ամբողջ ծածկված է վերջին օրերում պիտի լինի սա նշվում է սա լինելու է վերջին օրերում եւ քեզ պիտի իմ երկրի վրա բերեմ որպեսզի ազգերը ինձ ճանաչեն երբ որ ես քեզանով կսրբվեմ այսինքն քեզանով հաղթանակ կլինի պատերազմի մեջ քեզանով կսրբվեմ նրանց աչքի առաջին ով Գոգ Էլիես իշխանի դեմ է խոսում Ուզում ասի ես հաղթելու եմ վերջում, դու տնալու ես իմ հաղթանակը, ով Գոգ, Աստված պատերազմում է ինչ-որ մի հատ լիդերի հետ, ասում է դու կտնաս, ես կարող է դու ամպով, գաս իմ ժողովրդի վրա, ազգերով, սրերով, թրերով, բայց ասում եմ քեզ, քո գերեզմանն տեղ եմ թաղելու ես։ Ես այնքան ուրախ եմ, որ ես Աստծուն եմ պատկանում, մի 100 անգամ ես որ կարող է դա ասել։ Հաջորդը նայենք, այսպես է ասում Տեր Եհովան, դու նայես որի համար, առաջի օրերում ասել եմ իմ ծառաներ Իսրայելի մարգարեների ձեռով, որ մարգարյանում էին այն օրերը և տարիները, որ քեզ նրանց վրա պիտի բերեմ, գնանք առաջ, Եվ այն օրը պիտի լինի, երբ որ Գոգը կգա Իսրայելի երկրի վրա ասում է Տեր Եհովան, այս այն ուզում հասկանան, այդ Եհով երբ եկավ, Եհովան եւ բարկությունը, ուրեմն, տեսեք, Իսրայելի երկրի վրա ասում է Տեր Եհովան, իմ բարկությունը երեսիս պիտի բարձրանա, հենց որ գգաս ասում է իմ ժողովրդի վրա, երեսիս վրա կաչեմ եկը, որ երեխային կպնում ես, նկատել ես, թողնում է տան գործերը, ով է կպել իր երեխուն, դուռը բացում է, վայ նրան ով որ կպել է, որտեղ բարկությունը խփեց երեսին Հա, մյուսը նայենք, տողարտով գնում ենք, թե չէ, և նրա հետ պիտի դատվեմ ժանտախտով, ասում է ես պիտի այդ երկրների հետ, ովքեր դուրս են գալու Իսրայելի դեմ, ձեր հետ կռվելու եմ, ձեր հետ պատերազմվելու եմ, ժանտախտը որն է գիտեք, COVID-19 ժանտախտ էր, այսինքն լուրջ համաճարակ է լինելու, Ոնց որ COVID-ից վերջած, եթե ընկերներ, դա այդ պատերազմն էր, ուրեմն ես եղե վերջացել է, COVID-ը եղավ, համաճարակը բոլորս տեսանք, 7 միլիոն մարդ մահացավ գնաց, բայց այսին ժամանակ, ասի վերջն է լինելու, բայց հələ շարունակվում է ամեն ինչ, ասում է ժանտախտով եմ և արյունով եմ ասում քո հետ պատերազմելու, հա, հորդահոս անձրևներ, Կարկուտի քարեր կրակ ծծում պիտի տեղա քո վրա ասում է, քո գնդերի վրա և նրա հետ եղող շատ ազգերի վրա, ուզում ասեն այդ կոալիցիան, իր հետ ազգեր են կպնելու, ով հետո կմիանա դա հարցի մյուս կողմն է, բայց ով է Մագոգը դա հարցի մյուս կողմն է, պարզ է, որ ազգերը կոալիցիա կլինեն ուրեմն հարձակվող երկրից, որը լինելու է Իսրայելի վրա, դա հարցի մեկ այլ կողմն է, կոալիցիա, Քո հետ շատ ազգեր են հարձակվելու, ով կարող է հարձակվել նրա հետ Իսրայելի վրա, բոլոր նրանք, ովքեր Եսավի սերունդից են, չէ, նայենք, Եկանք հասանք Եզեկիել 39, նայում ենք առաջի խոսքը, և դու մարդի որդի, մարգարյացիր Գոգի դեմ և ասի, այսպես ասում Տեր Եհովան, ահա ես քեզ դեմ եմ ով Գոգ, Ռովսի, Մոսոքի և Թոբելի իշխան, ես անընդհատ ասում եմ, որպեսզի կարողանա քո մեջ լավ տպավորվի, ում մասին, ինչի մասին է խոսքը գնում, մարդու թե երկրների, ես կոնկրետ կարող եմ ասել երկրների, այո, շատ լավ, գնանք առաջ, և ես քեզ պիտի դարձնեմ, և քեզ պիտի տանեմ, և քեզ պիտի վեր հանեմ հյուսիսի ծայրերիցը, և քեզ պիտի բերեմ Իսրայելի սարերի վրա, և պիտի զարկեմ քո աղեղը, ձախ ձեռքիցդ և նետդ վայր պիտի գցեմ աջ ձեռքիցդ, հզոր պատերազմ է նկարագրված, նկատում եք, և Աստված ասում է, ես եմ լինելու պատերազմի գլուխը, ժանտախտով խփելու եմ քեզի, արյունով հետդ պատերազմելու եմ, վերևից կարկուտ եմ թափելու, էս եմ անելու, են եմ անելու, էսի սարսափելի պատերազմի մի տեսակ է Սարսափելի պատերազմի, ասում անձամբ ես եմ էտի անելու, ես հետդ կռվելու եմ, ու քեզ բերել եմ տալու Իսրայելի մեջտեղը, Իսրայելի մեջտեղում եմ խփելու քեզի։
Հալելույա։ Տարօրինակ են հավատացյալները, ասում հալելույա։ Ես ուղղակի չեք պատկերացնում որքան օրհնված եմ, որ մենք Աստծո ճամբարի մեջ ենք։ Ես այնքան օրհնված եմ, որ մենք չենք կռվում Աստծո հետ, որ մենք չենք կռվում նրա արդարության օրենքի դեմ։ Ամեն։ Հալելույա, փառք Տիրոջը։ Կռվել էինք ժամանակներ առաջ, երբ անհավատ էինք, տեսանք ինչ եղավ մեզ հետ։ Փառք Աստծուն, որ նրա փառավոր շնորհքը կոտրեց մեզի, բերեց մեզի ու տեղավորեց իր տան մեջ, որդիներ կոչվել, եւ մենք այսօր լսում ենք այդ հզոր Աստծո գործերի եւ այդ հզոր Աստծո կարողության եւ անվան վրա, ու ամեն 5 րոպե մենք ասում ենք փառք Աստծուն, որ մենք քոն ենք, որ դու մերն ես, որ մենք քո բանակից ենք։ Հալելույա։ Դուր, բարձր ծափարություն Տիրոջը։ Հալելույա։ Ամեն արժանի է։ Հալելույա։ Հաջորդ բանն եմ ուզում նայենք։ Իսրայելի սարերի վրա պիտի ընկնես դու, տեսեք, խնդիրը լինելու այնտեղ։ Ընկնես դու ինքդ եւ քո գունդերը եւ քեզ հետ եղող ազգերը, ամեն տեսակ թևավոր գիշատիչ թրջնի եւ դաշտի գազանների կերակուր եմ սարքելու քեզ։ Հաջորդը դաշտի երեսին պիտի ընկնես։ Եզեկիել 39-ն ենք կարդում։ Դաշտի երեսին պիտի ընկնես, որովհետև ես ասացի, ասում է Տեր Եհովան, մի հատ նա ինչ ասում, ես ասացի, ասում է Տեր Եհովան, եւ կրակ պիտի ուղարկեմ Մագոգի վրա, կոնկրետ երկիրը նշում է, Մագոգի վրա եւ կղզիների ապահով բնակվողների վրա, եւ պիտի իմանա, ես եմ Տերը։ Հալելույա։ Անցնենք առաջ։ Ինչ է ասում, լավ, սա կարդացինք Եզեկիել 38, Եզեկիել 39 կարդացինք, մենք ասացինք, որ մի քանի տեղ Գոգ եւ Մագոգի մասին գրված է, Ծննդոց 10-րդ գլխում գրված էր այս ուրեմն Նոյի Հավետի Նոյի թոռան մասին էր գրված, առաջին մնացորդացում գրված էր Ռուբենի սերունդի մասին, կարդացինք Եզեկիել 38-39, բայց հիմա ինչ գործ ունի Գոգի ու Մագոգը հայտնության 20-րդ գլխում։ Ուզում եմ հասկանամ, եկեղեցին դա տեսնելու է, սա կարևոր հարց է։ Եթե մենք ասում ենք, որ մենք մեծ նեղություններից առաջ ենք գնալու, ապա 20-րդ գլուխը սա ում մասին է։ Նայեք, 20-րդ գլխում հայտության գիրքը համարյա ավարտվում է, 20-րդ գլխում կատարված իրադարձությունը քաշե բերել է հավատացյալը, դրել է այսօրվա օրերի վրա, երբ ինքը ստեղ պիտի չլինի օրենքով, երբ այս խայտառակ պատերազմները Գոգ Մագոգ պատերազմը դու չես տեսնելու։ Ամեն։ Մի ուրիշ բան էլ արի նայենք։ Հիմա նայելու ենք հայտնության գիրքը, եւ ես ուզում եմ ասեմ, եթե դու ինձ հարց տաս, ինչ պատերազմ է հայտնության գրքում ընդհանրապես, նկարագրված քեզ կասեմ 2։ Մի պատերազմ նկարագրված է 16-րդ գլխում հայտնության, եթե չեմ սխալվում, որտեղ խոսքը գնում է Հակաքրիստոսի եւ Սուտ Մարգարեի մասին, այո, որոնք դեմ էին Աստծո որդուն, մի հատ այդ պատերազմը, որը կոչվում էր ինչ Արմագեդոն, սա ուրիշ պատերազմ է, բայց այն ինչ որ կատարվելու է հաջորդ պատերազմը, որը ներկայացնում է հայտնության գիրքը, սա կոչվելու է Գոգ եւ Մագոգ պատերազմը։ Ամեն։ Բայց երբ դա տեղի ունենալու, ես ուզում եմ իմանալ, կիմանաս։ Հալելույա։ Հայտնության 27-ում եք կարդանք միասին։ Եվ երբ որ 1000 տարին կլրանա, գիտեք ինչից ենք հիմա զարմանալ, ոնց 1000 տարին կլրանա, որ 1000-ը Բա ուր ես խառնվել Գոգ Մագոգի պատերազմը, օրդեղից ինչ ինֆորմացիա կա հուսել ես, տգեղ նասկի է մոտդ ստացվել, ռազմերը չի համապատասխանում հագնողին։ Լսեք, եւ երբ որ 1000 տարին կլրանա, կարծակվի սատանան իր բանտիցը, վայ, 1000 տարին, 1000-ամյակի մասին է ասում, վայ, մենք վերևում ենք լինելու, մենք գարան հարսանիքում, հետո 1000-ամյակ, հետո նոր, աչքիդ առաջ Աստված իր թշնամիներին, դարավոր թշնամիներին ոտից տակ է պահելու, ամեն, ուզում եմ կարդամ էսի, եւ երբ որ 1000 տարին կլրանա, կհարցակվի իր բանտից սատանան եւ դուրս կգա, որ նորից կրկին մոլորեցնի ազգերին, որ երկրի 4 անկյուններում են եւ Գոգը
եւ Մագոգը առաջին տեղը ու միակ տեղը Աստվածաշնչում Գոգ Մագոգ անունը Եվով միացրած է իրար մնացած տեղերում նրանք իրար հետ չեն եղել ինչ եք նայում այս արտահայտությունը մի տեղ է գրված ընդամենը մեկ տեղ Աստվածաշնչում այստեղ ասում է եւ կմոլորեցնի այն ազգերը որ երկրի 4 անկյուններում են եւ Գոգը ու Մագոգը որը կհավաքեն նրանց պատերազմի որը հավաքեն նրանց պատերազմի որոնց թիվը ծովի ավազի չափ է հարց եմ ուզում տամ բոլորդ ունեք հետեւյալ կարծիքը որ մուսուլմանական աշխարհը ծովի չափ է տենց է մուսուլմանները ծովի չափ են, ասմա ծովի ավազի չափ են հույս ունեմ, որ մարդիկ կան, որոնք նստած են այստեղ արդեն գլխի են ընկել պատերազմը ում մասին է, պատերազմը ում դեմ է պարզ է, ում դեմ է ասմա կհավաքի նրանց, տեսեք կհավաքի նրանց պատերազմի, որոնց թիվը ծովի բոլոր նրանք, ովքեր չեն պատկանում Աստծուն բոլոր նրանք, ովքեր չեն Աստծո վրանների մեջ սրանց հետ անձամբ պատերազմելու է Աստված բայց դա ճիշտ չի Իսկ քո կարծիքը ոչ մեկ չի հարցնում։ Ներեցեք։ Ես ուզում եմ ասեմ, որ ոնց որ Տերը չի հարցնում։ Էդ է ուզում ասել։ Չի հարցնում։ Տեր, բայց բանը կարող է իրենց մեջ երեխեքը կան, այդ երեխեքը մեծացան, որ այսօր խփում են։ Ժամանակներ առաջ, երբ Հիսուսը խաչվեց, դրանց երեխաները մեծացան խաչեցին Հիսուսին։ Այսօր քո դեմ, քո ավետարանի դեմ, քո Աստծո դեմ, դրանց երեխաները մեծացան։ Դրանց երեխաներն են, որ այսօր 21-րդ դարն է, զենքի տեսակ չկա, որ չի արտադրված աշխարհում, մինչև այսօր նրանք դեռ հələ թուր ու սուր են ծածանում, թրով կտրում, սրով կտրում, նկատում եք, մինչև այսօր թրով, սրով կտրում։ Գիտեք, ես ուզում եմ ասեմ, որ երկինքն ու երկիրը չես արարել դու, արարել է Աստված։ Եվ այս ամենը նրա ձեռքի, նրա մատների գործն է։ Եվ որ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, նա միտք չուներ, որ երկիրը իր ստեղծած աշխարհը արյունով է ներծծվելու, որ եղբայրը եղբորը սպանելու, որ որդին ծնող է սպանելու, որ աղջիկը ծնող է սպանելու, տղան հորն ու մորն է սպանելու, նա այդպես չէր ստեղծել աշխարհը, նա աշխարհը ստեղծել էր եւ դրանուն ներդրախտ, paradise, որ դու ապրեիր, որ ես ու դու վայել էիք, բայց մարդը ապականեց այն ինչը որ անում ենք մենք դրա համար պատասխանում ենք այսպես տեղի կունենա բոլոր նրանց հետ ովքեր խախտում են Աստծո օրենքները կլինի երկիր կլինի երկրի առաջնորդ թե անհատ ով խախտում է Աստծո օրենքը ես քեզ խորհուրդ կտամ այս պատերազմի ժամանակ քիչ խոսես որովհետև իմ ու քո խոսալը ընդհանրապես պետք չի քիչ խոսիր ավելնորդ Զգուշ խոսիր, լավ, որտեղ գրված է քո բերանից դուրս եկած ամեն խոսք քո դեմա դուրս գալու, զգուշ խոսիր, կարևորը մի բանից ուրախացիր, դու Աստծուն ես, ամեն։ Ուզում եմ մի բան նայենք, հայտնության և Եզեկիել մարգարեության նմանությունները, էկրանի վրա նայենք, մենք մոտենում ենք արդեն ավարտին, Եզեկիելի և հայտնության նմանությունները, այսինքն Եզեկիել մարգարեի և հայտնության գրքի նմանությունները, նույն բաները, արդյոք ընդեղել էր գրված, որովհետև նույն Աստված է, թե խոսել է Հովհաննեսի հետ պատմոց կղզում, թե խոսել է Եզեկիելի հետ, երբ նրանք ակսորված էին նույն Աստված, չի կարող բառերը տարբեր լինեն, եք միասին նայենք նմանությունները, եք բոլորիս ուշադրություն թող լինի էկրանի վրա նմանությունները, Եզեկիել մարգարեության և հայտնության գրքի հետևյալն է, երկու բանակներն էլ հսկայական են և ծածկում են երկիրը, այդ մասին Եզեկիելում կարդացինք 38:9, 15-ում, 16-ում, որ դու հզոր ես, բանակ ես, ազգերը հետդ են, ազգերի կոալիցիան հետդ է, երկուսն էլ դուրս են գալիս ոչնչացնելու Իսրայելին, երկու տեղերում էլ տենց էր գրված, հաջորդը նայենք, երկուսն էլ ոչնչացվում են կրակով և ծծմբով, Եզեկիելը ասեց կրակով և ծծմբով, հայտնության գրքում հեսա կարդացինք, որ վերջին օրերում Եզեկիել 38:16 նայի, երկուսն էլ կործանվում են վերջին օրերում վերջնական դատաստանի ժամանակ, Գոգ և Մագոգ կոչված պատերազմը ավարտվելու է վերջնական դատաստանի ժամանակ։ Դու ինչ-որ մի բան վերցրեցիր այսօր, դժվար էր հասկանալ, ոնց որ դժվար էր։
Գիտես რა դժվար, որովհետև քեզ չես վարժեցրել Աստվածաշունչը ուսումնասիրելու, դրա համար դժվար կարող է։ Այս բառերը, բատուն հետալուց ինչի մասն էր падգամը, ծծումբով եւ կրակով։ Այո, երկուսն էլ ոչնչացվում են կրակով եւ ծծումբով։ Այդ մասին եւ ընդեղ է կարդացի։ Երկուսն էլ կործանվում են վերջին ժամանակներում վերջնական դատաստանի օրը։ Լավ, նայենք հաջորդ մի բանը։ Ահա։ Ուզում եմ որ այստեղ նայենք, բոլորս նայենք, ավարտում ենք մենք արդեն։ Գոգն ու Մագոգը սատանայի ուժերի խորհրդանիշներն են, որոնք դեմ են Աստծուն եւ նրա ժողովրդին։ Նրանք պատկերում են մարդ եւ պատերազմ բարու եւ չարի դեմ, մեղքի եւ արդարության դեմ, Աստծո եւ սատանայի միջև։ Եվ սա է Գոգի ու Մագոգի վերաբերյալ գլխավոր կետը, հիմնվելով Աստվածաշնչի ասացի վրա։ Սրա պատերազմը Աստծո եւ Աստծո արդարության ու Աստծո ժողովրդի դեմ է, Աստծո որդու դեմ է, Աստծո դեմ է, սրա հոգևոր մասը սա է։ Ես անգամներ եմ ասել, ինչ որ աշխարհում տեղի է ունենում, վերցնենք այս պատերազմը։ Սա ֆիզիկական պատերազմ է, այո, Աստվածաշունչն ասում է, ամեն ֆիզիկական դրսևորումներ, ինչ որ մի հոգևոր աշխարհում կատարվածի հետևանքն են։ Պատճառների բնագավառը հոգևոր աշխարհն է, հետևանքների բնագավառը ֆիզիկական աշխարհն է։ Ես ուզում եմ սա կրկնեմ, Գոգ եւ Մագոգը սատանայի ուժերի խորհրդանիշներն են, որոնք դեմ են Աստծուն, նրա ժողովրդին, նրանք պատկերում են մարդ, պատերազմ բարու եւ չարի, մեղքի եւ արդարության, Աստծո եւ սատանայի միջև։ Եվ սա է Գոգի ու Մագոգի վերաբերյալ գլխավոր կետը հետնվելով Աստվածաշնչի ասացի վրա։ Էլի մի բան եմ ուզում նայենք։ Այս մի բանը սա անպայման ֆիքսի կոմոդ Գոգը Մագոգի առաջնորդն է, լիդերը, Գոգը Մագոգ երկրի թագավորն է։ Մագոգ երկրի թագավորն է։ Ավարտելուց առաջ մի բան եմ ուզում ձեզ կարդամ։ Դա ինձ շատ խիստ անհանգստացրել է, եւ երբ որ ես դա կարդացի, ես դա պահեցի արդեն 5 տարի է։ Երեք հիշեցի այս մասին եւ փորփրեցի ֆոլդերների մեջից եւ գտա սա, ուշադիր նայ։ Թուրքիայի նախագահը բացահայտորեն կոչ է անում վերականգնել իսլամական պետությունը, վերականգնել իր հին սահմանները եւ նվաճել Երուսաղեմը։ Եվ նվաճել Երուսաղեմը մարդախորժակ ունի։ Դու ախորժակ չունես, մարդախորժակ ունի։ Նվաճել Երուսաղեմը, Թուրքիան դարձնել, տարածքները մեծացնել, վերադառնալ հին տարածքներին, հələ մի հատ ուրիշ բան ուզում նայեք։ Երուսաղեմը երբ աշխարհը կարթնանա կորոնավիրուսային քնից, ծիծաղում է, մենք կբախվենք հարություն առած խալիֆատի հետ։ Գրել է առաքելության նախագահ, FAI առաքելության նախագահ Դալթոն Թոմասը, Էրդողանի բառերը։ Կորոնավիրուսը ավարտված է, բայց երբ որ կորոնավիրուսը ավարտվեց, մի բան տեղի ունեցավ, գլխի եք ինչ տեղի ունեցավ, ասաց մենք մեր հին տարածքները վերցնելու ենք, դա մերն է, տարածքները վերցնելու ենք եւ լինելու է խալիֆատ։ Երբ կորոնավիրուսը ավարտվեց ու մենք բոլորս կորոնավիրուսից արթնացանք, մենք տեսանք, որ էլ չկա Ղարաբաղ։ Այսօր Ղարաբաղում դրված են այնպիսի զենքեր, որտեղից խփում են Իսրայելին։ Մի բան եմ ուզում նայենք։ Սա նայենք։ Նա նշեց խալիֆատ։ Իսլամական խալիֆատ։ Հələ նայեք, Աստվածաշնչի հին ժամանակներում իսլամական խալիֆատը առաջացել է Մուհամեդ մարգարեից հետո, որովհետև խալիֆատը այսպեսի բան չի եղել, բայց խալիֆատը Մուհամեդի հետնորդների, խալիֆների խալիֆատ, ոնց որ թագավորների թագավորություն, հա, ուրեմն այս որ տեսնում եք այդ գույնը, որ գրված է վրան, իմիջիայլոց տակին է Իրանն է, վրան վերևին է իսլամական, ասում եմ մենք, ուզում եմ որ ուշադիր նայեք, որտեղից է ինքը գալի հոսանքով, ուզում եմ որ անպայման սև ծովը նայեք, այդ հոսանքով, որ ինքը ընդեղ է հիմա, ընդեղ է, ասում եմ այս սենց վերցնելով է թալու ենք, որտեղ ժամանակին դա մերն է եղել, երբ որ դուք ասում եք կորոնավիրուսից, այս գրիպը բանը կսրբեք, մի երկու հատ չայ կխմեք, մի քանի հատ վակցինա կընդունեք, մենք արդեն մեկի գլուխը կուտենք ու կերան։
Եվ այսօր այս երկիրը ատամները սրած սպասում է, որ իր մուտքն լինելու։ Բայց ես եթե չեմ սխալվում, մենք այսօր ինչ որ պետք է լսեցինք, այո, լսեցինք այսօր ինչ որ պետքն է։ Ուզում եմ մի բան ասել, որ իսլամական խալիֆատությունը պատմական թեոկրատական իսլամական պետություն է, որը ծագել է Մուհամեդ Մարգարեի մահից հետո եւ կառավարվում է խալիֆների կողմից, որոնք համարվում են Մուհամեդի իրավահաջորդները։ Չգիտեմ քանիսները ինձ լսելուց հետո որտեղից որ կլսեն կդատեն, բայց ես սպասում եմ, որ երբ որ եկեղեցին արձակուրդներից կվերադառնամ եւ մենք օգոստոս ամսվա գիրակիներից մեկը կտրամադրենք 666 նշանին, որտեղ եթե դու կարծում ես, որ 666-ը դա մարդ է, ես ուզում եմ, որ դու անպայման այդ օրը ներկա լինես, որ իմանաս 666-ը ինչ է։ Ով է, թե ինչ է։ Եսավը եւ Հակոբը դեռ կռվում են։ Եվ Եսավը ու Հակոբը դեռ կկռվեն մինչև ժամանակների ավարտը։ Բայց պատերազմը լինելու է Հակոբի կողմից, որովհետև Հակոբի Իսրայելի Աստվածը լսեցեք ինչ ասեց. Ես քեզ բերել կտամ Իսրայելի վրա, հենց այդտեղ կթաղեմ քեզ եւ այն կկոչվի Գոգի գերեզմանոց։ Եվ դա լինելու է հազարամյակից հետո, հանգիստ ապրիր եւ սպասիր Հիսուսին, այսքանն էի պատրաստել։ Աստվածաշունչը ուղղակի ցանկանում է, որ դու իմանաս, սիրելի քույրս, որ պետք է զգուշանալ մեղքի սարսափելի, պետք է զգուշանալ մեղքի սարսափելի հետևանքներից, կամ որ լսեց ինձ, վախեցի մեղ գործելուց, շատ վախեցի, որովհետև չգիտես որ օրին, որ ժամին նա կհարձակվի քո վրա, նա կկանգնացնի քեզ, որովհետև եթե շատ անգամներ մատը դրել է քո վրա, ասել է չանես, ժամանակ եմ տալի չանես, այս պատմությունը ուզում է ասել, ինչպես անհատը, այդպես էլ պետությունն ու երկիրը, եթե խախտեց Աստծո օրենքը, Աստված անձամբ այդ մարդու կամ այդ երկրի հարցը կլուծի։ Այսպես կլինի ցանկացած մեկի հետ, ովքեր խաղ են անում մեղքի հետ։ Մեղքը ունի սարսափելի հետևանքներ, կա մարդ որ հավատում է սրան, ես խստագույն ձևով եմ հավատում։ Խստագույն ձևով, սա վերաբերվում է ոչ միայն Գոգ առաջնորդին, Մագոգ երկրին, Կովկասյան ժողովրդին, կոալիցիա կազմած ազգերին, սա վերաբերվում է այսօր, այստեղ նստած ամեն անհատի մեղքը ունի սարսափելի հետևանքներ։ Վերջում հաղթելու է Աստծո արդարությունը, տապալվելու է մեղքը, Աստված ոչնչացնելու է մեղքը, գլխավոր հարցը այսօրվա պատգամի, սրանում չէ Գոգն ու Մագոգը ով են, գլխավոր հարցը սրանումն է, որ ճամբարում ես դու։ Դու Աստծո ճամբարում ես, դու Աստծո վրաններում ես, թե դրսի Գոգի և Մագոգի ճամբարներում ես։ Իմ խոսքը քեզ մնա Աստծո ճամբարներում, որովհետև այդ ճամբարների Տերն Աստված է։ Եթե անգամ անապատներով Մովսեսը ժողովրդի հետ չարչարվեց անցավ ու դառավ մեկ է, նա տարավ վերջում նրանց Քանանի երկիր, ուզում եմ քեզ ասել, ինչի մեջով էլ անցնում ես դու, դժվարություններ ունես քո կյանքի մեջ, քո ընտանիքում, քո անձնական կյանքում, ուզում եմ ասել, որքան էլ որ սատանան փորձի քեզ դուրս հանել քո սահմաններից, փորձի քեզ վիրավորանքի, ձախողումների, գայթակղության, վիրավորանքի, նեղացվածության պատճառով դու շպրտել Աստծո վրաններից, մի բան ասեմ, մնա մի բանի պատճառով, մենք վերջում լինելու ենք ու անպայման լինելու ենք երկնային Քանանում, ինչպես Իսրայելը մտավ երկրավոր